Մարտի 26-ին ժամը 15-ին Նինոցմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնում կկատարվի հայկական գաթայի ամենամյա փառատոն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Ժյուրիի համտեսումից հետո ամենահամեղ եւ գեղեցիկ գաթաները կարժանանան պատվոգրերի եւ նվերների։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից առաջատեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն հիշարժան նվերներով։ Այս մասին հարցազրույց տվեց մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Մեծ պահքի 24 օրը կոչվում է միջինք, այսինքն մեծ պահքը այս օրը կիսվում է եւ այդ ընթացքում հայ տիկինները որոշել են, որ ինչ որ ձև կարելի է խրախուսել իրենց ընտանիքի անդամներին, ովքեր պահում են պահքը եւ խրախուսել ավելի լավ, որ կարողանան դիմադրել այս օրենքներին։ Մեծ պահքի այս տարի մարտի 26-ին համընկնում անցկացվող գաթայի տոնը մենք ուզում ենք անցկացնել ավելի մի քիչ այլ ֆորմատով, քանի որ ամեն տարի անցկացնում էր Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաները, ուսուցիչները իրենց մասնակցությամբ, բայց այն որ սա ավանդական, հայկական երևույթ է, որ իրավունք ունեն մասնակցելու յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր աղջիկ, ով կարող է թխել գաթան եւ հрамցնել հանձնաժողովի եւ ստանալ իր գնահատականը, դա մենք կոչ ենք անում, որ այս անգամ մեր յուրաքանչյուր նինոցմինդացի կին աղջիկ մասնակցեն անպայման գաթաներին եւ ստանան իրենց արժանիք պարգևները։ Միջինքի մասին կարելի ասել, որ դա իսկապես Ջավախքում տարածված երևույթ է եղել, քանի որ պահելով, եփելով, թխելով այդ գաթան եղել է ավանդույթ, որ տանը փոքրիկ անդամին պարգևել են, երնամեջքին կտրել են այդ ավանդական գաթան։ Նախորոք իհարկե այնտեղ դնելով ինչ որ հուլունք կամ լոբի կամ այսինքն թեգուզ եւ մանրադրամ եւ ում ընկել է ինչպես ամանորյա գաթայի ժամանակ եւ ում հասել է այս նվերը փոքրիկ անակնկալը դա եղել է նրա համար տարի իսկապես սա բավականին լավ երևույթ է մենք ուզում ենք որ այլ ավելի լինի ճոխ եւ ավելի լայնածավալ եւ նույնիսկ հրավիրում են մեր բոլոր աղջիկներին կանանց որպեսզի մասնակցեն մենք քաղաքապետարանի կողմից հատկացրել ենք նվերներ որպեսզի եւ ընտրենք եւ ամենահամով գաթան եւ ամենագեղեցիկ արտաքնով գաթան եւ ինչպես ասենք եւ մեծությամբ եւ իր բաղադրությամբ եւ իր հրամեցված ծեսակատարությամբ այդ իհարկե գաթայի հեղինակը անպայման կստանա իր նվերը այնպես որ հրավիրում եմ մարտի 26-ին բոլոր մեր մունիցիպալիտետի բնակիչներին եւ մասնակցել եւ համտեսել գաթաները